Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է պատրաստվածության ծրագիր, որը վերաբերում է զանգվածային ներհոսքերի կառավարման խնդիրներին և պատրաստվածությանը։ Այսօր մեր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գորիս համայնքում, որը վերաբերվում էր ներհոսքերի և այլ հնարավոր ճգնաժամերի ռիսկերի հաղորդակցմանը համայնքի բնակիչների հետ, հիմնականում երիտասարդության հետ ենք աշխատում, փորձում ենք հասկանալ այն ռիսկերը, որը համայնքի բնակիչները իրենք են տեսնում և փորձել այդ ռիսկերի արձագանքման և պատրաստվածության ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկել։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչները ևս միացել էին նախաձեռնությանը։ Կազմակերպիչները այս ձևաչափով հանդիպումը արդյունավետ համարեցին։ Իհարկե թեման շատ լայնածավալ է և երիտասարդները իրոք երբեմն շատ մեծ խորությամբ ի սկզբանե չեն գիտակցում, բայց նման իրազեկման միջոցառումները ավելի են արդյունացնում ակտիվությունը երիտասարդների պատրաստվածության նկատմամբ, որովհետև ցանկացած աղետի տեսակ կամ ճգնաժամի տեսակ իր ուրույն պատրաստվածության շրջանակը ունի։ Ծրագիրը նպաստում է տարբեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հնարավոր հումանիտար մարտահրավերներին առավել պատրաստ դիմակայելուն։ Անհրաժեշտ են այսպիսի սեմինարները, որպեսզի բնակչությունը ավելի իրազեկված լինի ցանկացած աղետից և պատրաստ լինի պաշտպանելու և իրեն և շրջապատը։ Կարծում եմ, որ շարունակական կլինի այս սեմինարները։ Մասնակիցները ցանկություն հայտնեցին առաջիկայում ևս ներկա լինել բնական աղետների թեմայով նմանատիպ դասընթացների։ Անիկ Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։